լուծենք 10, 30 եւ 31 զինվոր եւ կողանցիկ վերցնելը, ինչը եւս կապ ունի զինվորի հետ։ Առաջին տրամագրում զինվորով շախ հայտարարիր Սևերի արքային։ Շախ հայտարարում է D4 զինվորը գնալով D5, որտեղ զինվորը հարվածում եւ շախ է հայտարարում անկյունագծով։ Ինչպես գիտեք, ուղիղ գնում, բայց թեք հարվածում է։ Տրամագրերի երկրորդից 4-րդում մեկ քայլից մատ հայտարարի ուշադրություն դարձրու քայլի հերթականությանը։ Զինվորը թեք վերցնում եւ այստեղից էլ շախ է հայտարարում արքային։ Արքան չի կարողանում վերցնել, թե զինվորը պաշտպանված է, չի կարողանում գնալ B8, որովհետև C7 զինվորը հսկում է B8 դաշտը։ Երրորդ տրամագրում ուշադրություն ենք դարձնում, որ հավաքը կանգնած է B գծում, չի թողում արքայի B3, B4, B5 տեղափոխվելը։ Ձին իր հերթին հսկում է A3 եւ A5 դաշտերը եւ նկատում եք, որ զինվորը իր քայլով շախ կհայտարարի եւ կստացվի մատ։ Սպիտակ զինվորները բարձրանում են վերև, սևերը իջնում ներքև։ Գիտենք, որ զինվորը ետ չի գնում։ Չորրորդ տրամագրում նույնպես պետք է մատ հայտարարվի։ Տեսնում ենք, որ նավակը արքայով պաշտպանված է, հսկում է D գիծը, նաեւ C4 դաշտը, ձին հսկում է B6 դաշտը եւ նկատում ենք զինվոր B4 քայլով հայտարարում ենք մատ, որտեղ չի կարողանում զինվորին վերցնել, նավակը պաշտպանում է։ Արգել դիտողներ զինվորի քայլներ, կրկնեցինք, որ ուղիղ գնում է, նաեւ տեսակ, որ անկյունագծով շախ հայտարարում, նաեւ անկյունագծով վերցնում է խաղաքար եւ նաեւ ուշադրություն դարձնենք ֆիգուրաների համագործակցությանը, նրանց դաշտեր հսկելուն եւ այդպիսով արքային մատային ցանցի մեջ վերցնելուն։ 10-31-ն է կողանցիկ վերցնելը, սա զինվորով զինվորին վերցնելու կանոն է, հիմա հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում։ Գիտենք, որ զինվորը վերցնում է անկյունագծով, այսինքն կենթադրենք, որ զինվորը չի վերցնի սև զինվորին, բայց խաղի կանոնն ասում է, որ եթե զինվորը սկզբնական դիրքից 2 քայլ է կատարել եւ անցել է զինվորի հարվածի տակով, ապա միայն այդ քայլում կարող են հարվածի տակով անցած զինվորին վերցնել։ Այսինքն հարցը տրամագիր 1-ում եւ 2-ում սլակներով նշված են վերջին քայլերը, որ դեպքերում հնարավոր կողանցիկ վերցնելը, սա առաջին տրամագիրն է, C7-ից C5 անցել է B5 զինվորի հարվածի տակով եւ զինվորը կարող է վերցնել։ Աջ հատվածում արդեն սլակով նշված քայլը, որ զինվորը խաղացել է G5, չի կարող F5 զինվորը վերցնել։ Երկրորդ տրամագրում կատարվել է, ինչպես տեսնում եք, C4 քայլը, անցել է B4 զինվորի հարվածի տակով եւ սևերը կարող են վերցնել արդեն C4-ում կանգնած զինվորը։ Աջ հատվածում սլակ չենք նկատում, եթե խաղաց վերև 4 նույն ձև կվերցվեր F-G, բայց նշում ենք միայն ձախ հատվածը։ Տրամագրերի 3-ում եւ 4-ում սլակներով ցույց են տրված վերջին քայլերը, գտիր մատ 1 քայլից։ Սլակով ցույց է տրված G4-ը, տեսնում ենք, որ G4-ով անցնում է F4 զինվորի հարվածի տակով, զինվորը կարողանում է վերցնել, հայտարարում է շախ, պաշտպանված է արքայով, արքան չի կարողանում փախչել G2 կամ H1, որովհետև փիղը հսկում է։ Այսպիսով ստացվում է մատ, եթե սպիտակները հետևեին կողանցիկ հարվածի կանոնին, չէին խաղա G4 եւ մատ չէին ստանալ։ Նույն կերպ այս տրամագրում սևերը խաղացել են զինվորը D5, անցել են զինվորի հարվածի տակով, կարող է վերցնել CD, բխով հայտարարել շախ եւ մատ։ Այսպիսով սա էլ կողանցիկ վերցնելու կանոնն էր, կրկնեմ, որ երբ սկզբնական դիրքից 2 քայլ է կատարվում եւ անցնում բացակից զինվորի հարվածի տակով, զինվորը կարող է վերցնել։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։